Սուրեն դու իմ հարցել անում ես։ Ես արդեն գեթե 4 տարի է ֆինանսական տնօրեն եմ։ Չգիտեի։ Բարև ձեզ։ Այս 155 մմ-ն է, բաբա։ Բարև ձեզ։ Այս արդեն ինչ, ուր ենք հասել։ Հեռուստաբանամիջի ժամանակ։ Ուր ենք հասել։ Արդեն սերիական արտադրում։ Արդեն սերիական է։ Փորձարկում անցել է պայմանագիր։ Բաց է թողը ես այդ պահը, որ արդեն անցել է փորձարկումը։ Տեխնոլոգիաների արդեն։ Դե հիմա մենք, քանի որ արդեն մեր հրետանու հիմնական հարվածային ուժը 155 մմ է, եւ շատերն են ասում 155 մմ, բա որտեղից է գտնելու, ով է ձեզ վաճառելու, նախ ով չի մեզ վաճառելու, այլ մենք ենք վաճառելու, եւ մենք ինտենսիվ կերպով ավելացնում Եմ մեծ պայմանագիրը կնքել ենք, 155-ին էր վերաբերում։ ու չասենք թե ինչքանի, թիվը չենք կարող ասենք, բայց կարծում եմ արդեն կարելի է կռահել։ Այս սրանք ինչերն են ձեր նախկին ականանետերն են։ 120 մմ-անոց։ Այսինքն մեր իմացած, մեր այն ունեցած, որ զորանդեսին էլ անցավ։ Որ արդեն Մի րոպե, այսինքն 152 էլ եք արտադրում դու։ միանշան, այո։ 152 կներեք, 152, 155, իսկ 122, այսինքն հրետանային 122-ը D30-ն, հա։ Հա, ամբողջ շղթան արտադրում, ամբողջ շղթան, քանի որ ուղիղ եկել ենք, հիշեցնենք, որ 172 միլիարդ նախորդ եռամյաներն էր, հաշվի առնելով նաև այս պայմանագիրը, արդեն որոշումը կառավարության պարոն Պապիկյանը կանստատի 190 միլիարդ հասնելու։ Այսինքն 172-ին գումարում ենք 190 միլիարդ։ Առաջիկա 3 տարիների համար։ Դա էլ հայտարարեք։ Ես հիշում եմ ինչերի միջով անցանք, միջև այդ երամյա պայմանագրերը կնքեցինք։ Որովհետև ռիսկը շատ մեծ էր, որովհետև պետական բյուջեի փողը տալիս ենք, ըստ էության ներդրում ենք անում եւ հայտնի չի ինչ կստանանք։ Հենակ մի քանի անգամ այդ թեմայով անվտանգության խորհրդի նիստ ենք։ Նկարեցիք։ Բայց ի վերջո կայացրինք որոշումը, որ մեկը պետքա տանք։ Հպարտությունն է հասել։ Նկարեք 155-ը, որը մտնում է 150։ Եվ իմիջայլոց ուզում եմ ասեմ, հələ մի հատ ինձ ցույց տուր, ուզում եմ ասեմ, որ ժամանակ կար, որ մեզ ընդհանրապես ոչ մեկ զենք չէր մատակարարում, ձեզ հայտնի պատճառներով, չնայած ոչ մեկ ասելը տենց շատ ընդհանրական է, այդ վաղ շատերը չկային էլ, եւ մեր հույսը 120, 68 եւ 82 ու մենք մեծ արտադրություն դրեցինք եւ այդ ժամանակ որոշակիորեն այսինքն առաջին շերտը որ դրեցինք, այդ հետո էր որ մենք ուրիշ քաղաքական որոշումներ կայացրինք այդ ամեն ինչը հասկանալով եւ արդեն միջազգային շուկա մտանք եւ այդ ժամանակա որ երամյա պայմանագրերի այդ որոշումը կայացվեց, որ մենք պետքա 170 միլիարդ դրամ մեր ռիսկով, որովհետև կարար ձախով էր, ընկերություններին ուղղակի սենց փող ենք տալիս, ասում ենք արտադրեք, փող ենք տալիս, ասում ենք արտադրեք, ու շնորհակալ եմ, որ մարդիկ հիմնականում, նու պարզ է, որ այդ պայմանագրերն են չենք, որ ինքը պայմանագրային որոշակի մեխանիզմներ ներդրված էր, ու շատ շնորհակալ եմ, որ մեր ռազմարդյունաբերական համալիրը այդ նեղ վիճակում մենք ամփոփել ենք որպես հաջողված ծրագիր։ Արդեն ամփոփել եք։ Դե ինչքան բան եմ բաց թողես արձակուրդի ընթացքում։ Բացի Սուրենը էլի կարևոր բան կա նշանակում կա, որ մենք նաև նշանորդներ ենք արտադրում, այսինքն մենք հիմա փաստացի արտադրում ենք ամեն ինչ պետք է որպես մենք արտադրենք հանձնել պաշտպանության նախարարությանը, բացառությամբ ներմուծման կարիք ունենք հումքի, մասնավորապես պայթուցիկ նյութերի։ Մնացած ամեն ինչ, այսինքն ցանկացած դետալ հիմա արտադրումը մեր ընկերության կողմից նշանոցներ ականանետերի համար հիմնական լիցքեր դրացիչ, լիցքեր, պայթուցիկներ, պայթուցիչները, այնան մի քանի տեսակ նույնիսկ ունենք արդեն ցուցադրում, ինքնաբավության հետո կատարյալ մակարդակ։ Ես իրոք չէի ֆիքսել, որ ստորագրել, գիտեի, որ վերջնական փուլում ենք, բայց չէի ֆիքսել, որ արդեն ստորագրել ենք, շատ լավ նորություն է։ Այսինքն շնորհակալ եմ, որ բոլոր փորձարկումները անցել է եւ սխեմաները ամբողջը լուծված է։ Հոյակապ է։ Հրավիրում ենք մեր գործարանը։ Կգամ հաճույքով։ Դա վառ էլ պետք է գնամ։